8 տարի ինչի ես պետք է 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ այդ օրը ասել, որ ասել եմ ժողովուրդ, էս իմ պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք։ Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պետք է նստեն։ Այո, սաղունեց քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էի կանում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա են քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, դե փորձի մեկը չանի, բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ուզենակ առնեք, ուզենակ ծախեք, բրծելա, ասմա սամադրականն ասմա դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ է կարեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ Ութ տարի Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածումը ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան, Սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպեսի դեպքերի չենք հանդիսանա, բայց այն եմ ասում, բանի դեպքը դրա մասին է։ Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է։ Այսինքն ինչ, մենք մեր եւ ուրիշների կաշառակեր ունենք, մեզ պետք չի լոյալ կաշառակեր, մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ եւ այդ պարտավորությունը պետք է կատարենք։ Աղվան Վարդանին ասում է Քոչարյանը լավ է կառավարել, հա ես վատ եմ կառավարում, որովհետեւ ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ, բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Մի հատ էլ ասում են, բանը, ասում են Քոչարյանի բնակարան են մուտք գործել։ Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են 54 հասցեում խուզարկություն է, Քոչարյանը 54 բնակարան ունի։ Մեկ էլ ասում են երեխեքը, որ մեկ էլ երեխեք են, Ժողովուրդ ջան, այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը ունի երեխեք։ Այս ինչ մոտեցում է, այսինքն ինչ է նշանակում, էլ երեխեքին բերել բան անել, դեմ անել, որ երեխեքի տիկունքում թաքնվել։ Բա քրեական գործը պետք է խուզարբախի ածն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունն է պետք է աշխատի։ Բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է պետությունը, ժողովրդի պետությունը բերանների իջնելու է։
Եվ էլ չկմեղանալու տեղ չկա։ Այո, մենք 2018 թվին արել ենք ոչ բռնի թավշյա հեղափոխություն ժողովրդ եւ ասել ենք վենդետա չլինելու, ասել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխությունա։ Բա 8 տարի մեկը տեկակացի ընկերներ, այս թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25%-ը մնա մեզ, այն մնացածը վերադարձվի։ Մեկը եկել է տենց բան ասել։ Նայում են, հոխորտում են, չգիտեմ, գնում են հարավներում, հյուսիսներում, բաներում, դաբրոներ են նայի, նրանց էլ բանը թևերի տակն են տալիս, ասում են գնացեք, դավայ, ոչ մի խնդիր չունեք, եսա հավաքվում են, կառավարության նիստեր են անում, բան են անում, եւ այլն, եւ այլն։ Այն որ պատահական աչքովս ընկա գրելա Նարեկ Կարապետյանը, Հոպար ջան ծնունդդ շնորհավոր, այլևս Հոպար ջան, այլ պարոն վարչապետ չի։ Բայց ինչի՞ չեք գրել Պարոն վարչապետ ծնունդդ շնորհավոր, բայց ինչի՞ չեք գրել։ Բա գրի։ Ահա գրի ամեն օր։ Ամեն օր տենց էլի նկարվեք, ռիլ սարքեք, գցեք, նենց։ Էլի ասեք պարոն վարչապետ, մենք առաջարկում ենք ինքնասի, այո, ես պաշտպանում եմ այդ առաջարկությունը։